Պարոն Հայրապետյան, քիչ առաջ նաև Պաշտպանության նախարարին հարցը ուղղեցի, գրեթե 13 օր շարունակ Պաշտպանության նախարարությունը բացառապես տեղեկատվական դաշտում հերքում է, որ Ադրբեջանին չի կրակել, հակառակորդի կողմ չի կրակել, որևէ նման գործողություն չի իրականացել, ինչու արբանյակների միջոցով որպես ապացույց չենք ներկայացնում հակառակորդին, որ ըստ էության մենք չենք կրակում, ապացույցներով խոսենք, ինչու նման քայլի չենք դիմում, պարոն Հայրապետյան։ Կներեք, իհարկե, նախ ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարը շատ համոզիչ պատասխան արդեն իսկ տվել է, այն է, երբ Հայաստանի հանդեպ կա մեղադրանք, մեղադրող կողմը պիտի համապատասխան ապացույցներ ներկայացնի։ Եվ ես ձեր կողմից վստահ եմ միտում չկա, բայց ուզում եմ նաև ինքս հասկանալ, թե օրինակ դուք ինչի եք կարծում, որ Հայաստանը այդտեղ ապացուցելու ինչ որ բան ունի։ Այսինքն, եթե դու ինչ որ որևէ բան չես արել, դու ինչ պիտի ապացուցես որևէ մեկին։ Այս իմաստով մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից համապատասխան ապացույցներ։ Եթե այդպիսիք արկա կլինեն, բնականաբար համապատասխան գործողություններ կիրականացվեն մեր կողմից։ Ինչ վերաբերում է Արբանյակին, Արբանյակը փամփուշտի արձակումը չի կարող արձանագրել։ Մասնագիտական առումով համարում եմ անհնարին ձեր նշած, այսինքն փամփուշտի պատճառած վնասը արբանյակային երկրի հեռավար կառավարմամբ դիտարկման տեսալուսանկարահանող արբանյակների կողմից չի կարող արձանագրվել։ Ինչ է կարող արձանագրել, օրինակ շարժը կարող է արձանագրել, եթե ադրբեջանական։ Այո, իհարկե։ Կան տեղեկություններ կան, թե ոչ։ Ես նման տեղեկատվություն չունեմ։ Եվ կրկնում եմ, այդուհանդերձ ճիշտ կլինի, որ Պաշտպանության նախարարին այդ օրինակ հարցադրումները անել, այսինքն արբանյակային եւ այլ տվյալներ տրամադրվում են մեր գործընկերներին, բայց այդ հարցերը պետք է հասցեագրվեն։ Կարողացա պատասխանել, պատկերացրիք, չէ՞։ Պատկերացեցի, բայց ձեր թույլտվությամբ հանրության մտահոգությունն եմ ուզում ձեզ ներկայացնեմ։ Մարդիկ ասում են, օրինակ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հենց այսպես էր ինտենսիվ կերպով պարբերաբար կրակոցները հնչեցին, հայկական կողմը ասում էր, որ չկա նման բան, մենք նման գործողություններ չենք իրականացնում եւ արդյունքում սեպտեմբերյան դեպքերը սկսվեցին։ Հիմա հանրության մտահոգությունն այն է, որ միջազգային հանրության մոտ Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ ագրեսորը Հայաստանն է։ Ինչու մենք միջազգային հանրության մոտ ցույց չտանք, որ Հայաստանը ագրեսոր չէ, ագրեսորը Ադրբեջանն է եւ ապա տեղեկատվություն է տարածում։ Սա է մտահոգությունը։ Տեսեք, այն ինչ որ դուք նշում եք, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից նմանօրինակ հայտարարությունների պատճառով, դա նաեւ ինձ եւ մեզ բոլորիս է մտահոգում։ Ինչու, որովհետեւ մենք ակնկալում ենք շարունակել մեր երկխոսությունը կառուցողական մթնոլորտում եւ հասնենք մեր վերջնանպատակին, այն է կառուցել երկարատև երկարաժամկետ խաղաղություն այս տարածաշրջանում։ Եվ համարում ենք, որ նաև դրա համար կան բավարար հիմքեր այն իմաստով, որ երկու կողմն էլ փաստացի հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքները այլևս ավարտված են։ Այս իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանը հետևողականորեն այս աշխատանքը առաջ է տանելու, իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն, եւ մենք մեր դիրքավորմամբ նաեւ միջազգային հանրության մոտ այդ ընկալումը, հստակ ընկալումը կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված այս համատեքստում եւս։ Այս իմաստով հայկական կողմը ի պատասխան նաեւ այն հարցի, որ կա նման մտահոգություն, կարծում եմ, թե վարչապետի աշխատակազմի, թե հենց ինքնին վարչապետի մակարդակով արվում են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ, որոնք միտված են իրապես բացահայտելու արդյոք որքանով են հավաստի տվյալ տեղեկատվությունները, այսինքն հայկական կողմը իր հստակ կամքը եւ պատրաստակամությունն է հայտնում եւ սա միջազգային հանրությունը ակնհայտորեն արձանագրում է։ Այս իմաստով ես կարծում եմ, որ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի։ Առավելագույնը արվում է թե արտաքին գործերի նախարարության եւ թե համապատասխան պետական ինստիտուտների մակարդակով։ Պարոն նախարար, ամեն դեպքում ինչ է կարծում, նկատում եմ իշխանությունը, թիմը ինչ նպատակով է այս տեղեկատվական բանը ապահովում, ֆոնը ապահովում Բաքվում, ինչ է ուզում։ Ձեր թույլտվությամբ ենթադրություններ չանենք, միայն ես ուզում եմ ասել հետեւյալը. ադրբեջանական կողմը ինքնին հայտարարել է
ընդ որում, եթե չեմ սխալվում, առաջին ինքը հայտարարեց, որ աշխատանքները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, փաստաթղթի շուրջ ավարտված են,